Սիրելի քաղաքացիներ, որոնք դեռ չեն կողմնորոշվում, գնալ ընտրության, թե չգնալ կամ գնալուց ում ընտրել։ Նախ ես ուզում եմ ասել, որ մենք գիտենք, որ դուք կաք եւ ուզում եմ ներողություն խնդրել, որ մինչ այս պահը չեն կարողացել ձեզ համոզել, որ ձեր մոտ այդ հարցը չառաջանա եւ գնաք հանգիստ ընտրեք քաղաքացիական պայմանագիր։ Ուզում եմ ասել նաեւ, որ հասկանում եմ ձեզ, որ գուցե մեկի դուր չի գալիս, ասենք, չգիտեմ, ձեր քաղաքի կառավարումը, մյուսին կարող է դուր չգա, չգիտեմ, ասֆալտի փոսը, մյուսին կարող է դուր չգա X քաղաքական գործիչը, կամ մյուսը, կարող է մարդ լինի իմ դեմքը դուր չգա, չնայած այս մեկը շատ քիչ հավանական է։ Բայց ես ինչ եմ ձեզ ուզում ասել։ Ես կարծում եմ, որ դուք կողմնորոշվելու համար պետք է պատասխանեք 3 հարցի, 3 հարց։ Հարց համար 1. Արդյոք դուք ուզում եք ունենալ ընտրության հնարավորություն։ Եվ իրավիճակը հետևյալն է, որ դուք տեսնում եք, որ ընդդիմությունը հիմա լինելով ընդդիմություն, ընտրակաշառք է բաժանում։ Եվ դուք վստահաբար ձեզնից շատերը հիշում են նախորդ տարիները, իրենց իշխանության տարիները, երբ որ ընտրությունները անդադ կեղծվում են։ Եվ հետևաբար, եթե այս ընդդիմությունը եռագլուխ պատերազմի կուսակցությունը գա իշխանության, դուք ընտրության հնարավորություն չեք ունենալու եւ հնարավորություն չեք ունենալու ընդհանրապես մտածելու կողմնորոշվելու մասին։ Այդ ընտրության հնարավորությունը ուղղակի կորելու է։ Երկրորդ հարցը հետևյալն է. ուզում եք արդյոք, որ Հայաստանը շարունակի լինել անկախ եւ ինքնիշխան երկիր։ Եթե պատերազմի եռագլուխ կուսակցությունը գա իշխանության, դուք տեսնում եք իրանք ովքեր են։ Դուք տեսնում եք, որ իրանք ուղարկված են, իրաց մի մասը ընդհանրապես հաստիկային մոտայերկրյա հատուկ ծառայությունների աշխատողներ են։ Տեսնում եք, իրանք հայտարարում են ինչ-որ միությունների մեջ մտնելու մասին եւ այսպես շարունակ։ Հայաստանի անկախությունը լինելու է մեծապես վտանգված։ Եվ երրորդը, արդյոք դուք ուզում եք, որ այն խաղաղությունը, որը հիմա կա, մնա։ Այսինքն 2 տարի, 3 ամիսա մեր սահմաններին զոհ չկա։ Ուզում եք, որ շարունակվի այսպես, թե չեք ուզում։ Վստահաբար ուզում եք։ Դուք պետք է իմանաք, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը հայտարարում է, որ եթե գան իրենք իշխանության, նրանք վերանայելու են այս խաղաղության ճարտարապետությունը։ Դա նշանակում է մեկ բան. խաղաղության ճարտարապետության վերացում, խաղաղության վերացում, խաղաղության չգոյություն։ Եվ հետևաբար, ժողովուրդ ջան, ես կարծում եմ այս 3 հարցերի պատասխանը, եթե 3-ին էլ այո է, որ այո ուզում ենք, որ ունենանք ընտրության հնարավորություն, այո ուզում ենք, որ Հայաստանը շարունակի լինել անկախ պետություն եւ այո ուզում ենք, որ խաղաղությունը շարունակվի, դուք պետք է ընտրեք քաղաքացիական պայմանագիր, պետք է ընտրեք խաղաղության կուսակցությանը, պետք է գնաք ընտրության եւ ընտրեք քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Կարող ձեր մոտ հարց առաջանա, բայց ինչի մենակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է ու եռագլուխ պատերազմի կուսակցությունը։ Մեծ հաշվով այո, որովհետև նախ բոլոր հարցումները վկայում են այն մասին, որ այս 3 ընդդիմադիր կուսակցությունները ունեն ամենամեծ շանսը անցնելու խորհրդարան։ Երկրորդը, նրանք հայտարարել են բոլոր 3-ը, որ անցնելու դեպքում միավորվելու են, եւ երրորդը այն մյուս մանր մուներ ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասն էլ հայտարարել է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը չի համագործակցելու եւ չեն բացառել համագործակցությունը եռագլուխ պատերազմի կուսակցության հետ։ Հետևաբար այս ընտրությունները կարող են ունենալ 2 հնարավոր ելք. կամ իշխանություն է կազմում քաղաքացիական պայմանագիրը, կամ իշխանություն է կազմում եռագլուխ պատերազմի կուսակցությունը։ Հուսով եմ սրանով մի փոքր ձեզ օգնեցի կողմնորոշվել եւ նաեւ սիրելի կողմնորոշված քաղաքացիներ, որոնք կողմնորոշվել են եւ վստահաբար ընտրելու են քաղաքացիական պայմանագրին, պիտի խնդրեմ ձեզ այս տեսանյութը ուղարկել ձեր ընկերներին, բարեկամներին, ծանոթներին, որոնք դեռ չեն կողմնորոշվել կամ երկմտում են։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։